Ինչ խաղերի հետևեցինք Չեմպիոնների լիգայի 4-րդ եզրափակչի պատասխան խաղերում ուղղակի աննկարագրելի էր։ Այնտեղ կար ֆուտբոլ, չֆուտբոլ, վեճեր, կարմիր քարտեր, գոլեր գեղեցիկ եւ շատ ավելին։ Այս թողարկումը մենք նվիրում ենք հենց այս թեմային։ Ես կփորձեմ իմ կարծիքով կիսվել ձեզ հետ եւ մի փոքր ուրիշ ֆորմատ կլինի, այնպես որ սպասում եմ ձեր կարծիքներին եւ բաժանորդագրություններին, որովհետեւ մենք այդ ամենը անում ենք ձեզ համար։ Գրացինք։ See, I tapped the desk. That's what I would have said to everybody in the dressing room. I want to see that fire that is. Առաջին օրը զուգահեռ տեղի էր ունենում Լիվերպուլ, Paris Saint-Germain եւ Atletico Madrid Barcelona խաղերը, որը ես փորձել եմ զուգահեռ հետևել եւ սկսենք Լիվերպուլի դաժան խաղից։ Paris Saint-Germain-ը հերթական անգամ գերվստահ խաղ ցուցադրեց, այս անգամ մի քիչ այլ ֆորմատով, երևի խղճալով Լիվերպուլին գնդակը տվել էին եւ ասել՝ դե կարող եք գոլ խփեք եւ գրոհեք, որովհետեւ Լիվերպուլը վիճակագրական գրեթե բոլոր տվյալներով առավելություն ուներ, թե գնդակի տիրապետությունը, թե հարվածները, թե անկյունայինները, մի խոսքով ամեն ինչ, բայց ովքեր խաղը դիտել են, նկատած կլինեն, որ Լիվերպուլը կիսատ է, այնքան կիսատ, որ անգամ հասարակ փոխանցումներ կատարելուց նրանց մոտ շատ բան չէր ստացվում։ Ու այդպես ամբողջ խաղի ընթացքում եւ վերջում Paris Saint-Germain-ը հասկացավ, որ Լիվերպուլը ոչինչ չի կարողանալու անել ու վերցրեց եւ եւս երկուսը խփեց։ Փարիզյան թիմը երկրորդ տարին անընդմեջ կլանելով գարնանային էներգիան ուղակի շքեղ ֆուտբոլ է խաղում, հատկապես դաշտի կենտրոնում, որը բոլորն են նշում եւ իհարկե սա արդեն օրինաչափություն է դառնում, որովհետեւ իսկապես Paris Saint-Germain-ի աշնանային տեսակը նայելով շատ քչերը կասեին, որ նրանք կհասնեն կրկին կիսաեզրափակիչ։ Այնտեղ կտեսնենք, թե ինչ խաղ ցույց կտա եւ խաղալու է Բավարիայի հետ, որին ահա մի քիչ ուշ կանդրադառնանք, ավելի ճիշտ վերջում։ Atletico Barcelona խաղը, որին Բարսելոնան շատ կատաղած էր պատրաստվում եւ կարելի ասել հենց առաջին խաղից հետո սկսել էին այս խաղի համար պատրաստվել ու դա շատ լավ էր երևում եւ առաջին րոպեներից անգամ միանգամից Բարսելոնան կարողացավ բացել խաղի հաշիվը ու դա շատ մեծ հույս պարգևեց, հատկապես երկրորդ գոլի ժամանակ եւ դա ընդամենը խաղի 20-րդ րոպեն էր ու բոլորը արդեն մտածում էին, որ Բարսելոնան հեսա կկատարի այդ քամբեքը եւ դա լրիվ իրատեսական էր, որովհետեւ կատալոնացիները իսկապես խաղում էին այնպես, կարծես իրենց վերջին խաղն են խաղում կամ ընդհանրապես եզրափակիչն են խաղում, բայց ցավոք սրտի եղավ Ֆերմինի այն ցավալի դժբախտ պատահարը դարպասապահ Մուսոյի հետ եւ դա կոտրեց խաղը միանշանակ, բայց պետք է ընդգծել, որ այս խաղում եւս Բարսելոնան վիճակագրական բոլոր տվյալներով առավելություն ուներ ու հաղթելու ավելի շատ հնարավորություն ուներ, ընդհանրապես հաղթեց իհարկե խաղը, բայց դիմակայության արդյունքում նրանք դուրս մնացին։ Ատլետիկոն իր սովորական խաղաոճով էր եւ նրանք հայտնի են իրենց պաշտպանողական ունակություններով, բայց վերջին տարիներին Սիմեոնեն փորձում է ինչ-որ ձևով տրանսֆորմացնել ու եթե տարիներ առաջ նրանք հաղթանակի դեպքում լցվում էին դարպասը եւ կոպիտ ասած տշում էին գնդակը դուրս, ապա հիմա փորձում են ինչ-որ ձև մի քիչ ավելի ֆուտբոլային լինել եւ ինչու ոչ օգտվել մրցակցի բաց կողմերից, իսկ Բարսելոնան, ինչպես հայտնի է, ունի այդ բաց կողմերը եւ գրեթե բոլորը դրանից օգտվում են, ինչպես Լա Լիգայի խաղում Էսպանյոլը 4-1 հաղթանակի ժամանակ։ Ատլետիկոն նույնպես օգտվեց այդ բացից եւ Լուկմանը խփեց գոլը, որը իհարկե շատ ծանր նստեց Բարսելոնայի վրա եւ երկրորդ խաղակեսում եղան իրադարձություններ, որոնք մեծապես ազդեցին խաղի վրա։ Բոլորը նշում են մրցավարական սխալներ, մրցավարական գործողություններ, բայց դրանք ոչինչ են, որովհետև կարծում եմ բոլորն էլ պետք է հասկանան, որ Ատլետիկոն նույնպես արժանի էր, որովհետև չնայած իրենց խաղաոճի, իրենք իրենց գործը շատ լավ էին անում, շատ կազմակերպված էին խաղում պաշտպանությունում եւ կարելի է ասել նրանք
արժանի անցան հաջորդ փուլ։ Ատլետիկոն կիսաեզրափակում կհանդիպի Արսենալին, որը կարողացավ հաղթահարել Սպորտինգի արգելքը, այս խաղը ընդհանրապես չեմ նայել եւ ենթադրում եմ, որ այն անցել է շատ մեղմ ասած հանգիստ վիճակում Արսենալը կարողացավ իր առավելությունը Լիսաբոնում ձեռք բերված 1 գնդակի պահել սեփական հարկի տակ եւ անցնել կիսաեզրափակիչ, դա կարծում եմ Արսենալի համար սովորական երևույթ է, որովհետեւ մրցաշրջանի վերջում ինչպես միշտ նրանց կարծես ինչ որ բան չի հերիքում եւ այսպես խաղալով նրանք գուցե փորձում են էներգիա խնայել, որովհետեւ արդեն հանգստյան օրերին հանդիպելու են Manchester City-ին, որը նրանց շնչին նստած է Պրեմիեր լիգայում։ Եվ վերջում իհարկե գլխավոր խաղի մասին Բավարիա Մադրիդի Ռեալ խաղը Սանտիագո Բեռնաբեուում ավարտվել էր 2-1 հաշվով հօգուտ Բավարիայի եւ Ռեալը եկել էր իհարկե իր սիրած եւ իր անվան մրցաշարում հաղթելու, բայց եղավ այնինչ եղավ։ Նախ ուզում եմ ընդգծել, որ փշրվեց այս խաղով այն միֆը, թե Բավարիան խել ահեղա ու խոցելի տեղեր չունի։ Եթե Նոյերը չի փրկում Բավարիային, ապա Բավարիայի հարցերը բաց են մնում եւ դրանից շատ լավ օգտվեց Ռեալը, հատկապես երբ որ առաջին վայրկյաններին կարելի ասել Նոյերը նվեր արեց Գյուլերին, որովհետև թուրքի ծնունդին չէր հասցրել։ Ինչպես կարելի է բնութագրել դա։ Իհարկե Ռեալն էլ իր հերթին նվերներ անկյունայինի պատասխան գոլը անկյունային հարվածից հետո Պավլովիչը դարպասային գծին կանգնած ուղղակի ոչինչ չարեց, գնդակը եկավ կպավ նրա գլխին եւ մտավ գոլ։ Բայց այս խաղը մեծ հաշվով հավասար պայքարում անցավ նորից, եթե նայում ենք վիճակագրությանը, ապա մեծ հաշվով թիմերը ունեն հավասար հնարավորություն այս խաղը հաղթելու եւ մինչեւ վերջ հաշիվն էլ հավասար էր 4-4 ընդհանուր դիմակայության Ռեալը պետքա գովալ Ռեալին, որովհետև այս թիմը չնայած բոլոր խնդիրների, չնայած նրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, կարողանում է խաղալ եւ արժանի ֆուտբոլ ցուցադրել բոլոր առումներով։ Այստեղ պետք է նաև գովել Արբելոային, որը հերթական անգամ շատ լավ մարտավարություն էր ընտրել Բավարիային համապատասխան, ինչպես եղավ City-ի դեմ խաղում, պարզապես Բավարիան ավելի հաջողակ գտնվեց եւ անհաջողակ Ռեալը, որքան էլ զարմանալի է, բայց նրանք մի փոքր սխալ հաշվարկներ արեցին, երբ դաշտ էին դուրս բերում Էդուարդո Կամավինգային։ Նա մի քանի րոպեվա ընթացքում ընդամենը 2 դեղին քարտ վաստակեց եւ հեռացվեց դաշտում ամենակարևոր պահին, երբ բոլորը մտածում էին, որ լրացուցիչ ժամանակն է մոտենում։ Հիմա ես ուղղակի չգիտեմ պատասխանատվության ամենացածր մակարդակը այս ֆուտբոլիստի համար միշտ նշել եմ, որ Կամավինգան ամենաչհամապատասխանող ֆուտբոլիստն է Ռեալին ու նրան պետք էր շատ արագ վաճառել, թե ինչ մտածեց Արբելոան։ Երևի թե պաշտպանությունը ավելի ուժեղացնելու, բայց ինչպես ասում են, վարունգը թարս աճեց։ Դրանից հետո Ռեալը երբ 10 հոգով էր, արդեն երևի թե ավելի շատ ոչ թե սկսեցին չխաղալ, այլ թևաթափ եղան, որովհետև մնացած ամբողջ էներգիան ծախսեցին մրցավարի հետ վիճելու համար, ինչպես նաև խաղից հետո, բայց Բավարիան հրաշալի օգտագործեց այդ հնարավորությունը եւ Լուիս Դիասը շատ լավ գոլ խփեց ու դարձավ հաղթական գոլի հեղինակը, հետո ավելացրեց Մայքլ Օլիսեն եւ ֆրանսիացու մասին պետք է առանձին խոսել, որովհետեւ նա ավելի ճիշտ նրան շատ լավ փակել էր Ռեալը թեկուզ մի քանի ֆուտբոլիստներով, բայց մեծ հաշվով նա խաղի ընթացքում այդպես էլ շատ մեծ ազդեցություն չունեցավ, եթե չհաշվենք իհարկե վերջին գեղեցիկ գոլը, բայց դա արդեն մեծ հաշվով ոչինչ չէր որոշում եւ Ռեալը հանձնվել էր արդեն, կարելի է ասել,
ու թե ինչու նրան տվեցին խաղի լավագույն ֆուտբոլիստ, այ դա ես չեմ հասկանում, որովհետև կային Հարի Քեյնը, որը շատ լավ էր իջնում, փորձում խաղը կառավարել, փոխանցումներ էր կատարում երկար, ինչպես ավանդաբար նա անում է, գոլի հեղինակ դարձավ, նույն Լուիս Դիասը, որը շատ ակտիվ էր եւ ավելի մեծ ազդեցություն ունեցավ խաղի, վերջիվերջո հաղթական գոլը խփեց եւ Օլիսեին տալ լավագույն ֆուտբոլիստը չեմ հասկանում։ Սա PR է, թե ինչ դատեք ինքներդ, բայց եկեք փաստենք, որ այս խաղում կոնկրետ նրա ազդեցությունը մինիմալ էր։ Երևի թե ամենաքիչը հարձակման գծից Բավարիայի։ Ինչևէ, ինչ էլ որ լինի, Բավարիան կարողացավ արժանի տեղ գտնել կիսաեզրափակչում, այստեղ ոչ մեկը ոչ մի բան չի ասում։ Ռեալը նույնպես արժանի էր, բայց ինչպես ասում են, այս անգամ Ռեալի բախտը չբերեց, այդպես էլ է լինում։ Ու մեզ մնում է միայն սպասել կիսաեզրափակիչ ավելի հզոր խաղերի եւ դա իհարկե առաջին հերթին վերաբերվում է Paris Saint-Germain Բավարիա խաղին, որտեղ երկու գերհարձակվողական թիմեր հանդիպելու են ու հուսանք մեզ տոն կպարգևեն։ Շնորհակալություն, որ լսում եք մինչև հիմա եւ եթե չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք անպայման եւ օգնեք մեզ ավելիին հասնել։